կաթի փոշին ու շաքարավազը իրար խառնած այդ զզվելի արտադրանքը խնդրում եմ չգնել այդ բաներից առաջինը հեռու մնաք երկրորդը նրանք պետք է ինչ ունենան նրանք պետք է ունենան հատուկ տարածք ոչ թե փողոցում կանգնեն եւ դա կատարեն դա բոլոր տեխնիկական կանոնակարգին հակասում է որ չի կարելի այդպիսի տեղերում լինի, հատուկ տարածք պետք է լինի, նրանք պետք է ունենան պայմանագիր, մենք դրա մասին մենք բոլոր կաթ արտադրողների հետ խոսում էինք եւ այդ բոլոր փողոցային այդ բաները որ սկսել են արդեն քիչ են գնալով քչանում են որտեվ առաջ շատ էին մենք այնքան ենք խոսում որ դրանք եկամուտ չեն ունենում եւ փակում են եւ իրենք պետք է ունենան պայմանագիր այն հիմնարկ ձեռնարկությունի հետ, այն արտադրողի հետ, որը արտադրում է պաղպաղակ։ Նրանից պետք է հատուկ թասերի հարմարանքով բերեն պաղպաղակ, ունենան իրենց սերտիֆիկատը, որ ստացել են տվյալ օրինակ Թամարայից, ստացել են պաղպաղակ եւ իրենք տեղում լցնում եւ տալիս են։ Այն տեղում այսպես ասած մեծ տոկոսը արտադրում են այդ ձևի շաքարաբանով, շաքարավազով եւ կաթի փոշիով։ Դե չես իմանում ինչ որակի ցակման, ինչ որտեղից է, ինչպես։ Եթե նույնիսկ նրանք արտադրում են, նրանք պետք է ունենան կաթի փոշու համար հատուկ էլի սերտիֆիկատ, որ ունեն այսինչ երկրից բերած է կամ այսինչ ֆիրմայից գնված է, պլյուս դրան շաքարավազի համար, որ էս եւ ինչ հավելանյութեր է օգտագործում։ Այսինքն իր տեխնիկական կանոնակարգում լրիվ պետք է գրված լինի։ Եվ ոչ թե հենց ամեն մեկը ով ուզի, որտեղ ուզի սկսի արտադրել։ Այդ փողոցում վաճառվող միսը, ընդհանուր միսը թե մսամթերքը։ Ինչի է գնում։ Առաջինը նրա վրա այնքան շմուլ գազեր են նստում այս փողոց այդ մեքենաների պլյուս դրան այնքան մարդիկ են գնում կողքով գնում գալի որ կներեք 1000 մարդու մոտ տարբեր ձևի հիվանդություններ կան ինֆեկցիոն վրան փռշտում են հազում են ձերք են տալի միթե կարելի է այդտեղից գնել խանութը վերցնում է տվյալ միսը ասենք ինչ որ մի սուպերմարկետ անուն չեմ տալի վերցրել է նա առաջինը մենք բոլոր խանութներին խնդրում ենք հորդորում ենք որպեսզի միսը մի անգամից չվաճառվի որտեղ ընդհանրապես ավելի լավ է որ միսը մեկ օր գոնե մնա սառնանային պայմաններում որտեղ այնտեղ շատ միկրոօրգանիզմներ պաթոգեն զիգ վնասակար հիվանդություն առաջացնող բաներ վերանում են, որից հետո կարող են իրենք արդեն վաճառեն։ Իսկ եթե գնում է թարմ մսին արդեն, եթե տվյալ սուպերմարկետը վերցրել է միսը եւ մեզ վաճառում է եւ դրանից ինչ որ մի բան լինի, մենք կներեք մի անգամից դրանց կոկորտից բռնում ենք։